Կենտրոնական փողոցներից մինչև հեռուստաաշտարակ ամերիկյան աստղերն անցնող շաբաթ Երևանում էին։ ԱՄՆ փոխնախագահի պատմական համարվող այցն արդեն պատմություն է։ Պատմություն փոխող հայտարարությամբ ստորագրված փաստաթղթով եւ պաշտպանական ոլորտի գնումներով։ J.D. Vance-ի 24 ժամը ինչ բերեց Հայաստան եւ ինչ տարավ Երևանից։ Ձեզ ասում եմ բարի գալուստ Հայաստան։ I am proud to be the first vice president of the United States to visit this beautiful country. Ես հպարտ եմ լինել Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահը, ով այցելում է այս գեղեցիկ երկիր։ Այցը առանց չափազանցության կարելի է գնահատել պատմական։ Իսկապես աննախադեպ է։ J.D. Vance-ն ԱՄՆ առաջին փոխնախագահն է, որ այցելում է Հայաստան, այդպիսով դառնալով նաև Միացյալ Նահանգներից Հայաստան երբևէ այցելած ամենաբարձրաստիճան պաշտոնյան։ Սակայն աշխարհի հնագույն քրիստոնեական երկիր J.D. Vance-ը միայնակ չէր եկել։ Նրան ուղեկցում էին կինն ու երեխաները, հենց նրանք առաջինը դուրս եկան օդանավից։ Օդանավակայանից մինչև Բաղրամյան 26 հայկական հազարամյա գորգ, որը գրավեց նաև միջազգային մամուլի ուշադրությունը, անվտանգությունն հսկող ուղղաթիռ երկնքում, տեղական ու միջազգային լրատվամիջոցներ։ Վենսի հայաստանյան 24 ժամը սկսվեց վարչապետի հետ առանձնազրույցով մոտ 30 րոպե։ Մոտ այդքան էլ ընդլայնված կազմով հանդիպում։ Մինչ փակ դռների հետևում ձեռք բերված պայմանավորվածություններին մարմին էին տալիս, սրահում անհանգիստ սպասում էր վերջին շտկումներով։ Վենսը շատ ուղիղ, անգամ առանց դիվանագիտական այդպես բաների, տեքստերի, շատ անկեղծ ասած, որ սա այց է խաղաղության հաստատման, խաղաղության ամրապնդման եւ տնտեսական զարգացման մասին։ Մեր երկու երկրների գործակցության առումով սա հիրավի շրջադարձային պահ է։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն է գրում։ Դրոններից մինչև կրիչներ շրջադարձային պահի առանցքում էին 24 ժամում 4 ուղղություն շեշտադրվեց՝ արհեստական բանականություն, պաշտպանական ոլորտ, միջուկային էներգիա եւ դե իհարկե թրիփ։ Վենսի այցի շրջանակում ազդարարվեցին բավական կարևոր արդյունքներ, որոնք ըստ էության ավելի տպավորիչ են, քան ադրբեջանական արդյունքները։ Եվ Հայաստանը մեծ հաշվով նաև մատնանշվեց տնտեսական քարտեզի վրա։ 24 ժամվա կարևոր շեշտերը առանձին պաշտպանական ոլորտ։ Վենսի այցի ընթացքում առաջին անգամ տեղեկացանք ԱՄՆ-ից Հայաստան հետախուզական դրոններ են գալիս, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով եւ որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Վենսը փակագծեր է բացում գործարքը Հայաստանում խաղաղության ամրապնդման համար է։ President Trump knows very well. Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղությունն ապահովելու լավագույն միջոցն իրական զսպման գործիքներ ունենալու մեջ է, իսկ իրական զսպման գործիքներ ունենալու լավագույն միջոցն աշխարհի լավագույն ռազմական տեխնոլոգիաների օգտագործումն է, եւ Միացյալ Նահանգներն ունի դա։ Սա կարևոր ուղերձ էր ցույց տալու, որ մենք ոչ միայն տնտեսական զարգացմանն ենք աջակցում, որը անշուշտ անուղղակի նաև ապահովելու է Հայաստանի անվտանգությունը, բայց նաև ուղիղ աջակցում ենք եւ ապահովում ենք այն հանձնառությունը, որը մենք արդեն ստանձնել ենք որպես պետություն։ Նախկինում մենք ունեցել ենք համագործակցություն Միացյալ Նահանգների հետ, սակայն ըստ էության տարբեր ռազմական բնույթի ապրանքներ մենք հիմնականում ստացել ենք որպես օգնություն Միացյալ Նահանգներից։ Այժմ մենք գործ ունենք լիարժեք լիովին նոր իրավիճակի հետ, երբ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները կնքում են ռազմական գործարք, հետախուզական, ամերիկյան դրոնների ձեռքբերման վերաբերյալ։ Միջուկային ոլորտը Վենսի այցի արդյունքում եղավ նաև ստորագրված փաստաթուղթ միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ հայտարարությունը։ Ըստ էության 1-2-3 անունը կրող համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանը հասանելիություն է ստանալու նաև ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներին, իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը կարող է նաև դիտարկել նոր ատոմակայանի կառուցման շրջանակում նաև ամերիկյան առաջարկները։ Նույն այդ համաձայնագիրը միջուկային 1-2-3 հոդվածի համաձայնեցումը արվել է աշխարհում ընդամենը 26 պետությունների հետ։ Եվ այդ 26 պետությունները կամ ՆԱՏՕ-ի անդամ պետություններ են, այսինքն ռազմավարական որոշակի նաև համագործակցության մեջ արդեն իսկ ԱՄՆ-ի հետ կամ շատ ուղիղ դաշնակիցներ ԱՄՆ-ի։ It's one of the few countries where we
Հայաստանն այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում, եւ սա տեղի է ունենում վարչապետի ղեկավարության շնորհիվ։ Երբ վերջնական հաստատում լինի, կստացվի մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի ու սպասարկման պայմանագրերի միջոցով, հայտարարեց Վենսը։ 5 գումարած 4 միլիարդի ներդրում, թե արտահանում, հարցն էլ դարձավ օրվա ամենաշատ քննարկվողը։ Գիտեք, մեկնաբանությունները շատ տարբեր էին, սկսած նրանից, որ արտահանող երկիրը չի կարող ֆինանսավարի իր, այսպես ասած, արտահանումը, մենք բազմաթիվ այդպիսի օրինակներ գիտենք, որ հենց արտահանող երկիրը ինքը ֆինանսավորում է երկրից արտահանումը, դա կոչվում է export financing, այդպիսի գործիքները շատ են ժամանակակից տնտեսություններում, ինչ վերաբերում է ավելի ասես խորը բովանդական, երբ որ փորձեն քննարկել, հավանականությունը, որ դա օրինակ ամբողջովին կլինի պետական պարտք, ես գրեթե բացառում եմ։ Միջազգային փորձը նաև ցույց է տալի, որ սովորաբար այն երկրները, որոնք ատոմային էներգետիկայի տեխնոլոգիաներ արտահանում են, իրենք էլ նաև նախագծի իրականացումը ֆինանսավորում են։ Իսկ եթե պարզապես տնտեսագիտական առումով վերլուծենք Վենսի հայտարարությունը, ինչ կպարզվի։ 4 միլիարդը միանշանակ իրանից ներկայացնում է արտահանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտահանումը դեպի Հայաստան 5 միլիարդի հետ կապված ինքը միաժամանակ հանդիսանում է արտահանում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Այդ 5 միլիարդը ամբողջը Հայաստանի համար համարվում է ներդրում։ Եթե մասնագիտական տերմին օգտագործենք, դա կոչվում է հիմնական կապիտալի համախառն կուտակում։ Եթե ստեղծվի մի կազմակերպություն, որը լինի հայ-ամերիկյան, ինչպես TRIP-ի շահագործման հետ ուղղված եւ այդ միջոցները փոխկապակցված կողմերը ամերիկյան, կատարեն Հայաստանում ներդրումներ, դա Հայաստանի համար կհամարվի օտարերկրյա ուղղակի ներդրում նաեւ։ Տնտեսագետի գնահատմամբ Հայաստանի տնտեսության մեջ դա կլինի կարևոր ներարկում։ Թեկուզ 5 միլիարդ ներդրումը բավականին մեծ նշանակություն ունի, որը դա չի լինելու մի տարվա ընթացքում բնականաբար։ These are chips that simply do not exist in most countries in the world. Սրանք չիպեր են, որոնք պարզապես գոյություն չունեն աշխարհի մեծ մասում։ Գերհզոր չիպեր։ Վենսի այցի հաջորդ շեշտադրումն է հաստատվել է դեպի Հայաստան Nvidia ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբականակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։ ԱՄՆ փոխնախագահի խոսքով Միացյալ Նահանգները Հայաստանի այդ լիցենզիաները տրամադրում է հպարտությամբ։ The United States was proud to issue a number of export licenses. Եվ հիմա Firebird ընկերության համար հաստատվել է արտոնագրեր մոտ 41000 չիպերի արտահանման համար, ինչը բացառիկ թիվ է, եւ Հայաստանը կարող է դասել ըստ էության աշխարհի թիվ 5 հիմնական կլաստերների շարքին։ Սա բավական կարեւոր է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար եւ տարբեր գնահատականներով ներդրումները միայն այդ նախագծի շրջանակում կարող են հասնել 4 միլիարդ դոլարի։ Most of you here are familiar with TRIP. Կարծում եմ լսել եք կամ ծանոթ եք TRIP-ին, այն պատմական վերափոխման մասին, որն այն բերելու է տարածաշրջան։ Վենսի բնորոշումն է TRIP նախագծին ընդգծմամբ TRIP-ը կստեղծի տնտեսական կապերն էլ կլինեն երկարատև խաղաղության երաշխիք։ Նոր փակագծեր էլ բացվեցին հաստատելով TRIP-ը միայն երկաթգիծ չէ, ու դա շատ կարևոր է, Նարեկ Մինասյանի շեշտադրումն է։ TRIP-ի շրջանակում քննարկումներ կան էլեկտրահաղորդման ցանցերի, խողովակաշարերի, օպտիկամանրաթելային մանուխների հետ կապված, ինչը բավական կարևոր է եւ ցույց է տալիս, որ ըստ էության TRIP-ը բավական լուրջ ենթակառուցվածքային փաթեթ է լինելու, որը կապելու է արևելք-արևմուտքի հետ եւ այստեղ բավական կարեւոր է նաեւ այն ուղերձը, որը հնչեց թե Երևանում, թե Բաքվում, որ Միացյալ Նահանգները ըստ էության TRIP-ը դիտարկում է որպես հիմնական երթուղի արևելք-արևմուտքին կապող։ Այո, սա տնտեսական նախաձեռնություն է, բայց այո, հենց սա է ապահովելու խաղաղության երկարատևությունը եւ ամրությունը եւ կայունությունը։ Ցանկացած խաղաղության պայմանագիր չի կարող հարատև լինել, եթե չլինի այդ փող կախվածությունը մեծ հաշվով եւ փող ձեռնտու պայմանները տնտեսական առումով։ Ժամկետներ թվեր չհնչեցին, բայց հնչեց ամենակարևորը խաղաղությունն է, ոչ թե փողը։ Ինչքան ներդրում է նախատեսում կատարել Միացյալ Նահանգներն այս նախագծում եւ տնտեսական ինչ օգուտներ է ակնկալում նախագծից։ But I don't think that money is the issue. I think there's actually a lot of capital interest. Իրականում մեծ կապիտալ է հետաքրքրված կոնկրետ այս նախագծով։ Աշխարհում շատ մարդիկ կան, ովքեր կարծում են, որ կարող են լավ եկամուտ ստանալ ներդրումներ կատարելով Հայաստանում եւ այս TRIP նախագծում։ Հարցն այն է, թե ինչպես խաղաղության համաձայնագիրը բարեհաջող հասցնել հաջորդ փուլ։
Երևանից ուղիղ Բաքու Վենսի հաջորդ 24 ժամը Ադրբեջանում էր թռիչքից հետո։ Թռիչքի մասին ասում է. Ես առաջիններից մեկն եմ, որ թռչել է Թրամփի ուղու վրայով եւ մենք հույս ունենք, որ այն կհանգեցնի տնտեսական, բնական պաշարների, հազվագյուտ հանքանյութերի ոլորտում համագործակցության եւ իսկապես կամրապնդի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությունը։ Վերջին մի քանի օրերի ընթացքում անդադ տեսնում եմ Facebook-յան տարբեր դերակատարներ ասում են, տեսեք, Բաքվին շատ ավելի հստակ, ինչ որ ռեալ, ինչ որ բաներ տրվեց, իսկ մեզ ընդամենը ինչ որ խոստումներ։ Ներողություն, բայց Բաքվի փորձագետներն էլ հատկապես ընդդիմադիր փորձագետները, որոնք երկրից դուրս են, իրենք էլ բոլորովին հակառակն են ասում։ Վենսի այցի մեկնարկային կետերում Հայաստանն Ամերիկայի հետ ավելի առաջավոր դիրքում է, քան Ադրբեջանը։ Նարեկ Մինասյանը օրինակներով է մանրամասնում։ Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը եւ Միացյալ Նահանգները ունեն ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրություն։ Ադրբեջանում դա միայն նոր ստորագրվեց եւ հետեւաբար ադրբեջանական կողմը մի փոքր հետ է։ Միևնույն ժամանակ պայմանավորվածություններ են այնտեղ ձեռք բերվել կիսահաղորդիչների եւ արհեստական բանականության ոլորտում գործընթացները նոր սկսելու վերաբերյալ, մինչդեռ մենք արդեն ունենք պրակտիկ ծրագրեր եւ դրանք շարունակում ենք խորացնել, արդեն երկրորդ, երրորդ փուլերի մասին է քննարկումներ ընթանում։ Միևնույն ժամանակ, եթե էլի համեմատենք ռազմական պաշտպանական ոլորտում համագործակցությունը, վստահաբար հետախուզական դրոնների եւ մոտորանավակների տարբերությունը ակնհայտ է։ Երևանից Բաքու Վենսը մեկնեց վստահ, որ հայկական կողմը հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ իր ստանձնած հանձնառությանը, այդ թվում թրիփի հետ կապված։ Վստահաբար այս հարցերը նաև քննարկվել են այնտեղ։ Միևնույն ժամանակ բավական կարևոր էր նաև այն հանգամանքը, որ Հայաստանի հանրությանը հուզող հիմնական հարցերից մեկը հայ ռազմագերիների հարցը Բաքվում եւս բարձրաձայնվել է։ Գերիների հարցից մինչև 9 միլիարդ ներդրման շահարկումներ եւ Ծիծեռնակաբերդը այց կգնա, թե չի գնա։ Գնալուց հետո ով ուղեկցեց, ով ոչ։ Ակնհայտ էր նաև, որ Հայաստանում Վենսի այց ուղեկցում էր նաև ապատեղեկատվության կամ մանիպուլյացիան որոշակի արշավով, որի հիմնական նպատակն էր ըստ էության ստվեր գցել այն արդյունքների եւ պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև եւ որոնք նոր հեռանկարներ են բացում Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման, էներգետիկ անվտանգության մեծացման համար։ Նույն շրջանակները նույն հոռետեսությամբ արձագանքում էին 2025-ի փետրվարի 7-ին, երբ վարչապետը ԱՄՆ-ում հանդիպեց ոչ թե Թրամփի, այլ Վենսի հետ։ Վատատեսական սցենարների պակաս չկար նաև 2025-ի հունվարին։ Երբ Միացյալ Նահանգների հետ Հայաստանը ստորագրում էր ռազմավարական գործընկերության կանոնադրությունը հեռացող վարչակազմի հետ, կար թերահավատություն, որ նոր վարչակազմը այդքան էլ հետաքրքրված չի լինի Հայաստանով, եւ երկրորդ, նոր վարչակազմը հազիվ թե փորձի հարաբերությունները կառուցել հին վարչակազմից մնացած ժառանգության վրա։ Սակայն հայկական կողմի դիվանագիտական ջանքերի շնորհիվ Միացյալ Նահանգները ոչ միայն վերահաստատեցին իրենց հանձնառությունը ռազմավարական գործընկերության հետ կապված, այլև պատրաստակամություն հայտնեցին ընդլայնելու եւ խորացնելու այդ գործընկերությունը։ Գայանե Աբրահամյանն էլ օգոստոսի 8-ից հետո շրջանառվող պնդումներն է հիշեցնում։ Ընդհանրապես ասում էին, որ սա միայն Ադրբեջանին ձեռնտու process է, սա Հայաստանին ընդհանրապես ձեռնտու չի։ Եթե հիշում եք, մեկ ամիս առաջ հրապարակվեց այդ տեսանյութը, երբ որ Թրամփը այդպես հպարտորեն նաև Նետանյահուի հետ խոսելու ընթացքում ընթրիքի ժամանակ ասում է, որ երկու կողմին ինչպես համոզեցի, որ պիտի ստորագրեն փաստաթուղթը, ասեցի 200% տարիֆ եմ դնելու։ Բնականաբար հայկական կողմին համոզելու կարիք չկա։ Եթե 4 տարի կամ 5 տարի առաջ մեզ ասային, որ գիտեք, ԱՄՆ-ն այստեղ ունենալու է տնտեսական շահեր, կամ որ ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրելու է ռազմական տեխնիկա, ընդ որում նորագույն տեխնիկա, համարելու է այտենց 4 ցնդաբանության մոտ մտքեր։ Օգոստոսի 8-ի համաձայնագրի թղթից մինչև գետնի վրա օգուտներն արդեն շոշափելի են։ Որոշակիացել է տարածաշրջանի վերափոխման ճանապարհային քարտեզը, սահմաններին էլ լռություն է։ Իրինամ Կրչյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Հովհաննես Քյուրքչյան եւ Կարեն Բաղդասարյան, Կիրակնորյալ ուրեր։